Ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ։ Ես այսօր չեմ ուզում հիմա արձագանքեմ ընդդիմության տարբեր թեզերին, մեղադրանքներին, ուրեմն հորինած պատմություններին, որովհետև ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր ուժերը վաղուց արդեն մոլորվել են ժամանակի եւ տարածության մեջ եւ ուրեմն կրկին շարունակում են նույն խոսույթը, որը մենք լսել ենք այս 5 տարիների ընթացքում եւ էլի դահլիճը դատարկա եւ մենք ստիպված ենք ուրեմն խոսել աթոռների հետ, ընդդիմությունը փոխվել է, աթոռները նույնն են եւ մենք ուրեմն շարունակում ենք էլի դատակ դահլիճում ելույթներ ունենալ։ Ես ուզում եմ որ միասին խոսենք եւ մեր քաղաքացիների հետ խոսենք։ Այս դահլիճում շատ է հնչում այն խոսույթը, որ դե չկա հանրային համերաշխություն, հասարակությունը բևեռացված է եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց միակ բևեռացված խումբը եւ կողմը, որ գոյություն ունի առհասարակ, դա այսօր գործող ընդդիմադիրներն են, խորհրդարանում հայտնված, մեզ բոլորիս հայտնի ճանապարհով հայտնված ընդդիմադիրներն են։ Այդ նրանք են բևեռացված եւ այդ նրանք են, որ այսօր չունեն համերաշխություն մեր ժողովրդի հետ։ Եվ այստեղ եկել խոսում են, ասում են պետությունը ուժով պարտադրում է իր քաղաքականությունը։ Խոսում են մարդիկ, որոնք վախի մթնոլորտի, քաղաքական սպանությունների եւ այլնի միջոցով ստիպել են ձևավորել մի հանրային համերաշխություն, որը ձեռնտու է իրենց։ Ստեղծել են մի ճարտարապետություն, որի վրա իրենք կառուցել են իրենց ապօրինի գույքը, թալանը, հարստությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եւ նրանց գիտեք ինչը ամենաշատը դուր չի գալիս, իրելի քաղաքացիներ, դուր չի գալիս, այո, այս եւ նախորդող բոլոր կառավարության ծրագրերը, որովհետեւ այս կառավարության ծրագրերը քանդում են այն ճարտարապետությունը, որի վրա նրանք ապրել են, որի վրա նրանք գոյատևել են եւ այլն եւ այդպես շարունակ։ Նրանք ուզում են վերականգնել, հետ բերել են նույն հանրային համերաշխությունը, որը որ կար իրենց ժամանակ, սիրելի քաղաքացիներ։ Երբ որ դուք բոլորդ, ներողություն, մենք բոլորս համերաշխ էինք, որ կարելի է քանդված այս ճանապարհներով գնալ, չգիտեմ, Հայաստանի տարբեր գյուղեր։ Մենք բոլորս ինչ որ մի պահի տասնամյակներ շարունակ համերաշխ ենք եղել, որ մեր երեխեքը ցեխի մեջով գնան դպրոց։ Մենք բոլորս, սիրելի քաղաքացիներ եւ ընկերներ, մենք բոլորս համերաշխ ենք եղել, որ կաշառքով գործի տեղավորվենք, դիպլոմ առնենք, հետո ծանոթով գնանք գործի տեղավորվենք։ Այս հանրային համերաշխությունն են ուզում վերականգնել այս մարդիկ։ Հիմա մի հատ նոր բան էլ կա, որ փորձում են արմատավորել, ուզում են համերաշխություն ձևավորել հարցի շուրջ, որ կաթողիկոսը կարա երեխա ունենա։ Ուզում են համերաշխություն ձևավորել, ուզում են ազգային համաձայնության հասնել այս հարցի շուրջ։ Այսենց ուզում են ազգային համերաշխության հասնել։ Ոնց որ եկել են կտրիչի, ուրեմն իրավունքներն են պաշտպանում այստեղ այս մարդիկ, նախորդ խորհրդարանում էլ հիշում էինք Ղարաբաղի դրոշներն էին բերել այստեղ դրել, իբր Ղարաբաղի պաշտպաններն են, ուրա մի շաբաթում գնացին լուծարեցին Ղարաբաղը։ Մի շաբաթ հիմա եկել են կտրիչին են պաշտպանում, տենան կտրիչի ճակատագիրը ինչա լինելու, էլի կտրիչն էլ անգել իրանց ձեռը հիմա։ Այս հանրային համերաշխությունն են ուզում այս մարդիկ, ուրեմն վերականգնել, ուզում են էլի վերականգնեն այն համերաշխությունը, որ կարա երկրի ղեկավարը ոչ թե սաղմոսներ ասի, այլ անգամ հայրմերը չիմանա։ Ուզում են վերականգնեն այդ, որտեղ իրանք դիվահարվում են ամեն անգամ, սարսափում են, խառնվում են իրար, սաղմոսն են լսում, խառնվում են իրար, որովհետև իրենց հոգևոր առաջնորդը դժվար թե կարողանա իրար հետևից մի 3-4 հատ սաղմոս ասի, սահուն կերպով։ Հանրային համերաշխություն են ուրեմն ուզում ձևավորել նաև ապօրինի գույքի շուրջ։ Ոնց որ այն ժամանակ էր։ Մենք համերաշխ էինք, կներեք, բոլորս էլ համերաշխ էինք, որ դե Քոչարյանն է, բա ոնց ունեցված չունենա, դե Ծառուկյանն է, բա հարուստ պետք է լինի, դե Սերժ Սարգսյանն է, բա հարուստ պետք է լինի։ Այս համերաշխությունն են ուզում վերականգնել։ Մի հատ էլ ընդդիմադիրներից Քոչարյանի դաշինքից մեկը եկել է, ասում է, ինչու եք ապօրինի գույքը մահակ դարձրել ընդդիմադիրների հետ հարաբերություններում։ Հələ մի րոպե։ Այդ ընդդիմադիրներին ու որտեղից է ապօրինի գույքը, որ մի հատ էլ եկել եք ստեղ ասում եք, որ մահակ եք դարձրել մեր գլխին այդ ապօրինի գույքը։ Այդ որտեղից ձեզ այդ ապօրինի գույքը։
Այ քեզ բան, հիմա եկել են ուզում են ուրեմն համաձայնություն ստեղծեն, համերաշխություն ձևավորեն այս հարցի շուրջ։ Եվ ուրեմն հակադրվում են այն ճարտարապետությունը, որը քանդում է նախորդիվ եղած հանրային ճակերտավոր համերաշխությունը եւ չեն ուզում, որ մեր ժողովուրդը համերաշխ եւ համաձայնություն ունենա այս եւ նախորդիվ բոլոր կառավարության ծրագրերի շուրջ, իրական Հայաստանի շուրջ, Հայաստանի Հանրապետության քարտեզի շուրջ, որովհետեւ մենք նաեւ այս դահլիճում, պարոն վարչապետ, ոչ մեկ անգամ ընդդիմադիրներին հարցրել ենք, որքան է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով, այս մարդիկ չեն ասում։ Ընդհանրապես չեն ասում, անգամ ավելի հեռուն են գնում Քոչյանի դաշինքի ներկայացուցիչները։ Ասում են չենք ասի քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սրա միտքը ի՞նչն է, ես ուզում եմ հասկանամ այս ընդդիմադիրների։ Ինչ են ուզում սրանով ասած լինել։ Եվ մեր ասածը մեկն է, սիրելի քաղաքացիներ, մեր ասածը հետևյալն է. գլխավոր հանրային համերաշխության առանցքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Եվ այն համերաշխությունը, որը իրենք ձևավորել էին նաև սահմանադրության շուրջ, մութ պադյեզներում, զրուցարաններում, իրենց գրասենյակներում գրված եւ ընդունված սահմանադրության շուրջ այդ համերաշխությունը, որ ձևավորել էին, հիմա էլ պայքարում են, որ այդ ճարտարապետությունը վերջնականապես չքանդվի, որ իրենց դատավորներն ունենան իրենց համապատասխան տեղերում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանրային համերաշխության առանցքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետության հիմքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պետականա կենտրոն, պետականա սեր, պետականա տենչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ այո, այս սահմանադրության ընդունումն է, որ պետքա, նոր սահմանադրության ընդունումն է, որ պետքա դառնա մեր բոլորի հանրային համերաշխության առանցքը, եթե կուզեք, մեր բոլորի քաղաքացիական պայմանագիրը, որով մենք պետքա ապրենք, զարգանանք, ուրեմն մեր Հայաստանի Հանրապետությունում, մեր ավետյաց երկրում։ Եվ ամփոփելով, սիրելի ժողովուրդ, սիրելի գործընկերներ, մենք, սիրելի քաղաքացիներ, առաջիկա 5 տարիներին լծվելու ենք այս ծրագրի իրականացման գործին եւ մեր պետությունը դարձնելու ենք նոր որակի պետություն։ Ապահովելու ենք մեր քաղաքացիների բարեկեցությունը, ապահովելու ենք մեր պետության անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը, որովհետեւ ինչպես բազմիցս ասել ենք, մենք այլ հայրենիքներ փնտրելու կարիք չունենք, մենք հասել ենք մեր ավետյաց երկիրը, մեր Հայաստանի Հանրապետությունը եւ կեցցե Հայաստանի 4-րդ Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։